Ահա, ստե հարմար է։ Ուրեմն ժողովուրդ ջան, լսեք ինչ եմ ասում։ Նախարարին ուզում եմ քաղաքապետարանին ասեմ շնորհակալություն նման միջոցառում կազմակերպելու համար, չգիտեմ խի հրապարակում չի այս միջոցառումը, ու միգուցե հրապարակում հələ գործեր են անում, այսօր անցա տեսա այնտեղ տրենիրովկա էին անում, էլի ձայնն էին ստուգում եւ այլն։ Ոչմ, շնորհակալ եմ ձեզ։ Հա, հեսա կասեն, այ դի իրանց պարտականությունը հասկացանք։ Այս 35 տարվա մեջ շատ-շատերի պարտականությունն ա եղել շատ բաներ, բայց չեն արել։ Հիմա էլ հոանում են, անելուց գնահատենք, վատին վատ ասենք, լավին լավ ասենք, էլի, արդար ելնենք, սենց։ Ոչմ, ասնեմ առաջ, ինչի եմ մտել։ Ուրեմն ինչ երևույթ կա մեր Հայաստանում, որը պետք է արմատախիլու առնի։ Կոնկրետ։ Աղջի ջան, դու տոտա ես, դու տատիկ ես։ Ուզում եմ այդ թվային գիպնոզից խոսամ։ Ինչի եք սենց գիպնոզի տակ ընկել։ Ինչա 50 տարեկան եք, ոյ, ամոթա, միշտ նա մոտ։ Կարող է տակլորման եք գալի։ Արա կայֆ արեք։ Հենց հիմա նայում եմ տատիկ պապիկ, ինաստրանցի, ասինքն արդ երկրյա տատիկ պապիկներ են, ասենք տուրիստ են, զբոսաշրջիկներ են։ Արա այդ ինչ կայֆ են անում, այդ ինչ հավեսով կայֆ են անում, մարդ նայում է, են որ ասում կայֆը գալիս է էլի, ժողովուրդ իրոք քիչ մնացեք այդ գիպնոզի տակ խնդրում եմ, այ ես էլ եմ համարյա 50 տարեկան, հետո գնամ մեռնեմ, հա, ասես մի հատ դնեմ ինձ սիրում բիտա անեմ, դե շազ, առը դե կդենան, չէ, ես կայֆ եմ անելու, ես երկիրը վայելելու եմ, ես կյանքը վայելելու եմ, մինչև վերջին շունչս, քանի տարեկան ուզում ալինեմ, այսպես սպարտիվնին հագնելու եմ, այսպես կապիշոնը դնելու եմ ջահելի նման, մտնելու եմ այն ջահելների մեջ, իրանցից լավ պարեմ, իրանցից լավ կայֆավատ ելնեմ, հասկացաք, կյանքը սա է, արա հերիկան նայեք, վայ, դի հին հայկական ադատ չի, վայ սենց, վայ նենց, հենց հիմա նայում եմ, մեր կանայք եկել են խեղճ, ամոթ խաց, նստել են կողքից նայում են, բայց ոտերին նայում ես, ոտերս են շարժվում, էլի, արա ինչ կա դրա մեջ, որ դուք ամաչում եք, հելեք կայֆ արեք, հելեք պարեք, հելեք ուրախացեք, մի նայեք ով ինչ կասի, թքած ունեցեք, այսինքն սաղ կյանքներ էդ ուրիշի կարծիքով ապրեցիք, դրա համար էլ 50 տարեկանից հետո դառնում եք 1000 հիվանդության տեր, ոչմ թքած ունեցեք սաղի կարծիքի վրա, կայֆ արեք, ապրեք, վայելեք, այս կյանքը մի անգամ է ձեզ տրվում, կապ չունի քանի տարեկան եք, այդ տարիքի գիպնոզի տակ հերիք ժամանակ, այ ժողովուրդ ջան, հելեք, վայելեք այս երկիրը, վայելեք ձեր կյանքը, ձեր երեխեն պետք է գար ասի, մամ, չոռուցավ խես բարեմ, չեմ կարծում, որ այդքան դեպիլ երեխեք ունենաք, էլի, հանգիստ վայելեք, ասենք Իշ կապ ունի 60 տարեկան ես, 70 տարեկան ես, մի հատ սիրուն ռաբիս սպարտիվնի հագի, արի ու վայելի երկիրդ, արի վայելի քո կյանքը, ախր սաղ կյանքդ աշխատել ես, երեխեքիդ մեծացրել ես, հասցրել ես իրանց նպատակներին, հիմա եկել է ժամանակը, որ պետք է վայելես, չէ ախպեր, ամոթա, ես ծոցա եմ, ես տատիկ եմ, հորը սարև, թարգեք ժողովուրդ ջան, ապրեք, ու ինչ չի թվում, որ ձեր երեխեքը ուրախ չեն լինի, եթե դուք միշտ ջահել մնաք, հոգով ջահել լինեք, ապրեք, վայելեք, պարեք, քեֆ անեք, էդ ամնում, էդ եք տանելու ես կյանքից, այ մարդ, թարգեք էդ ձեր ծոցն ու տատիկը, կամ ձածն ու պապիկը, հասկացանք իրար, սիրում եմ ձեզ, բայց վայելեք ձեր տարիքը, դա ձեր հարստությունն է, այլ ոչ թե բեռ, դա բեռ չի, դա հարստություն է, ունեք ես ես ուղեղ ունենայի 20 տարեկանում, վայ, ես իմ ինչ կանեի, իսկ հիմա հետո ինչ որ 50 տարեկան եմ, այ քեզ բան, ես մեկա վայելելու եմ, ու հենց հիմա գնամ բենազիի տակ, մի հատ տժամ, ու տժալու եմ, սաղ կյանքս եմ տժալու, ուզում ես սալիկով ելնեմ, են բանով, փեդով եմ տժալու, սաղինա դու տժալու եմ, այդ ենց գնացի, պաչիկներ, ձենս կտրվել է, դուրս եք այն խժբժից, որպեսի լսվի ձայնս, են անտերշկներ ենքան անիցին, մենք ո ձենը կպագենք, մենք ո բերանը կպագենք, ձենս մի քիչ կտրվավ, բայց ոչ ձենը կբացվի, բռնվեք, ես շուտով գալու եմ, ճղճղան ձենով, սիրում եմ բոլորի,
գնամ վայելեմ, տեսեք։ Վայելեք, ժողովուրդ ջան, վայելեք։ Ay, կայֆո։ Ինինգման։ Կայֆո։ Ապսոս Facebook-ը բլոկում է մուզիկան։ Դրա համար չեմ կարող իրա տակ թե մերին ոնց է տժում։